Հաչին ուր փրկիս մեռավ Հոմ թողություն խնդրեցի անցքավ Հոմ իրարին սրդիս ռսկեցավ Հարկ Սուրբ անվան Հարկ Սուրբ անվան Հարկ Սուրբ անվան Որ իրարին սրդիս ռսկեցավ Հարկ Սուրբ անվան Ինչ ռաշալի Փրկիչ մե Հիսուս Զիս խավարեն փոխադրեցի լույս Արդ գտնագին ամեջնին հոգվույս Հարկ Սուրբ անվան Հարկ Սուրբ անվան Հարկ Սուրբ անվան Սրդիս ռսկեցավ Հարկ Սուրբ անվան Հոգավության ինչ անքին աղբյուր Ուրախ եմ որ լված մեղքես փյուր Հոն գփրկե գբահեմ ակուր Հարկ Սուրբ անվան Հարկ Սուրբ անվան Հարկ Սուրբ անվան Որ իրարին սրդիս ռսկեցավ Հարկ Սուրբ անվան Այս աղբյուրին Եգուր մեղավոր Ձգե ոտքին տակ մեղքերդ բոլոր Հոսքը դիրկյան երջանի կանթոր Հարկ Սուրբ անվան Հարկ Սուրբ անվան Հարկ Սուրբ անվան Սրդիս ռսկեցավ Հարկ Սուրբ Ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքի ու երկրի մեջ, ուրեմն գնացեք եւ բոլոր ազգերին աշակերտեցեք, մկրտեցեք նրանց անվամբ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրեք նրանց, որ այս բոլոր բաները պահեն, ինչ որ ես ձեզ պատվիրեցի։ Ահա ամեն օր ես ձեզ հետ եմ մինչև աշխարհիս վերջը ամեն։ Տեր Հիսուսի անունով բոլորիդ ողջունում եք սիրելիներ, այս խոսքերը քրիստոնեության հիմնադրի Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն էին։ Եվ սա հրաման ու հրահանգ էր իր աշակերտներին գնալու եւ ավետարանը քարոզելու համայն մարդկությանը։ Սրանով է կարևորվում ավետարանչությունը։ Այսօր իմ սիրելի զրուցակիցների հետ այդ մասին պիտի խոսենք, ավետարանչության կարևորության մասին։ Երկու սիրելի եղբայրներս ինձ հետ են, երկու կարո եղբայրները, կարո եղբայր Սոլահյանը, վստահ եմ որ շատերդ իր կատարմամբ հոգևոր երգեր լսել եք, եւ նաեւ կարո եղբայր Ահարոնյանը, որ Բրազիլիայից հյուրաբար մեզ մոտ է գտնվում, խնդրեմ սիրելիներ ձեր ողջունները մեր հեռուստադիտողներին։ Խնդրեմ եղբայրս։ Կպարևեմ ցեզի Տեր Հիսուսի անունով եւ այս արիտը գուզենք օգտագործել Սուրբ Գիրքեն հասկանալու ինչ է բադվերը, ինչ Տեր Հիսուս մեզ գսպասե եւ մեզի հորտորե որ գադարենք։ Ես եմ Գոմես, բարևուդամ բոլոր սիրելի հայրենիները, որ հիմա ասժամուն ասպահում գցիդեն, ինչ որ ունին դերոջը շնորհքն է սիրելիներ, փառքը բադիվի անգերտամ երրորդության ասած հայրը որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։ Սիրելիներ, ուրեմն այսպիսի կարծիք կա, որ եւ շատերի մոտ տարածված կարծիք է, որ մենք քրիստոնյա ազգ ենք, 1700 տարվա քրիստոնյաներ ենք, մենք ունենք մեր եկեղեցին, մենք ունենք մեր ավանդությունները
Ինչ պետքություն կա ավետարան քարոզելու։ Արդյոք դա ավելորդ մի բան չէ։ Խնդրեմ։ Ոչ, երբեք, որովհետև անցմը այն ուր ծնավն է, այն ասկեն գրնա ըլլալ։ Անցմը հայրեն, մեծ հայրերեն մագանունը գրնա ստանալ, բայց իսկապես հավատքը, իսկապես իր անձնական որոշումը ինքը մինագը պետք է առնի։ Եվ այս որոշում առնելու համար ինքը պետք է Սուրբ Գիրքը մտիգնի, ավանդությունները մտիգնելով, ուրիշներուն փորձառությունը մտիգնելով, բավարար չէ։ Կարևոր է, որ Սուրբ Գիրքեն, Աստվածաշունչեն մարդը լսե, հասկանա եւ իր անձնական որոշումը ունենա։ Շատ ճիշտ է։ Ձեր ասածների որպես պատասխան կամ լրացում կարդանք Հռոմեացիս 10-րդ գլխի մի քանի համարներ, Հռոմեացիս 10-րդ գլուխ եւ 13 համարից։ Ով որ Տիրոջ անունը կանչե, պիտի փրկվի։ Ամեն։ Ուրեմն, ինչպես պիտի կանչե անոր, եթե անոր չհավատան, կամ ինչպես պիտի հավատան անոր, որու վրայով չեն լսած, կամ ինչպես պիտի լսեն առանց մեկի քարոզելու, կամ ինչպես պիտի քարոզեն, եթե չղրկվեն։ Ուրեմն տեսնում եք, որ շատ կարևորվում է ավետարանությունը։ Այսօր թերևս շատերն են ասում, որ մենք հավատում ենք, բայց արդյոք այդ հավատքը փրկարար հավատք է, ճշմարիտ հավատք է, արդյոք Աստված ճանաչողության հավատք է, Քրիստոսի փրկությունը իմացող հավատք է։ Խնդրեմ։ Ես կհավատամ, իբր հավատացյալ անպայման պետք է քարոզենք եւ ավետարանը փոխանցենք նախ հային, իսկ հետո բոլոր աշխարհը։ Իբր հայ, ես այդպես կսկամ, նախ հային, հետո բոլոր աշխարհը, ինչպես Պողոս Արաքյալը ասեր, իր սիրտը հրյա ժողովրդին էր նախ, բայց Աստվածերեն ավետարանից դրա բոլոր աշխարհի։ Այո, հեթանոսների։ Ավետարանը շատ կարևոր է, Աստծո խոսքը մեզի գսե որ պետք է քարոզենք։ Ինչու պետք է քարոզենք։ Ես մի քանի գեդեր ծրած եմ, ոս կարևոր գեդեր են եւ Աստվածաշունչի ճշմարտության վրա եւ Աստվածաշունչեն առած եմ այդ գեդերը եւ մի քանի գեդեր ծրած եմ հոս, որ ինչու պետք է քարոզենք։ Առաջին գեդը որ շատ կարևոր գեդ է, գսե Աստծո խոսքը մեզի գսե ինչպես դուք հիշեցիք քիչ առաջ, գսե որ պետք է քարոզենք ավետարանը։ Մարգոս 16:15 ըսավ անոնց քացեք բոլոր աշխարհ ու ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներուն։ Այո։ Արդեն եթե ուրիշ պատճառ չի գա, այս պատճառը արդեն միան բավարար է, որ մենք Աստծո խոսքը քարոզենք։ Եվ քարոզելը սելով ես կնամ բաժնել երկու մասի, քարոզել կնամ փերանացի Աստծո խոսքը սելով, վգայելով եւ թավանելով Հիսուս Քրիստոս, ադիգա քարոզել է եւ Աստծո ճշմարտությունը ավետարանին ճշմարտությունը փոխանցել, իսկ երկրորդ քարոզել կնաս քու կյանքովդ, ապրելով Քրիստոսի պատվերների համաձայն, Աստծո պատվերների համաձայն գնաս քու կյանքովդ քարոզել մարդոց խոսքը եւ կյանքը ավերագերբությունը պետք է միասին երթա։ Ուրեմն քարոզել գնանք երկու ցևով անել, բայց անպայման ինչպես Աստվածաշունչը մեզ գսորվեցն է, որ խաչյալ Քրիստոսի քարոզով է որ մարդիկ փրկության գնան քարոզան։ Ինչքան թե մեր վարպետությամբ կամ մեր ասենք միջոցներով։ Մարդկային իմաստությամբ, մարդկային համոզեցուցիչ խոսքերով, եթե լինի, հավատք չի առաջացնի, բայց Պողոս Արաքյալը ասում է իմ քարոզությունս մարդկային համոզեցուցիչ խոսքով չէ, այլ Աստծո զորությունով, Հոգու զորությունով։ Եվ նույն Պողոս Արաքյալը գսե որ հավատքը լսել են գուկա եւ ալադիգա Աստծո խոսքը։ Աս համարը որ գարտացիս Հոմայից 10-րդ գլուխին մեջ 15-րդ համարը գսե ինչպես պիտի քարոզեն եթե չղրգվին։ Այո։ Եվ ալ եթե արդոնություն դաս կուզեմ այս ղրգելուն վրան բարգյամը գետրոնանալ։ Որքան որ կցանկանաք, ես գիտեմ որ դուք միսիոներ եք եւ Բրազիլիայի այդ ամենախորը տեղերն եք գնում Ամազոնի ափերը եւ այնտեղ քարոզում եք մարդկանց, որը երբեք քաղաքակրթության հետ կապ չունեն։ Խնդրեմ այդ մասը։ Այո, առաջին լսողները հոն Ամազոնասի մեջ 1959-ին հայ երդասարտը Ալբերտո Դարակջան անունով գնաց հոն հնդիկներուն ավետարանը քարոզելու։ Եվ ալ ես հիմա
երբ Տեր Հիսուսի հարությունը դոնեցինք, ես հոն էի Ամազոնս, որովհետև անդեղը կորձը 59-ը սկսավ, հնտիկներու մեջ, վերջեն ջերմագներու մեջ, եւ ալ կացինք 50-ամյակը դոնելու, շատ քեղեցիկ եկեղեցիմը ուր 350 անսեր գրնան հավաքվիլ Աստծո անունը պարապանել Ամազոնաս նահանգի մեջ Աստծո պարկ ուտանք որովհետև մեր եկեղեցին դեպի շատ փոքրիկ եկեղեցի մնե գրնա որ Բրազիլի մեջ 8 դարբեր դեղեր միսիոնարական տաշտեր ունենալ եւ ալ հոս Ամերիկայի մեջ Պասադինա քաղաքի մեջ մասնաճյուղ մունինք որ գհոկան Հնդկաստանին, Հայաստանին, Սրի Լանկա եւ Թուրքիայի մեջ միսիոնարական կորձերուն։ Պարկ ուտանք, որովհետեւ բադվեր մնե, որ մենք կրնանք կոր, դեպետ մեր դգարություններով, այս բադվերը հասնիլ եւ ալ շատ դեղեր, շատ անսերու ավետարանը կարոզել եւ ալ գպրգվին եւ ալ Դեր Հիսուսը գտավանեն։ Հովանու ավետարանի առաջի գլուխ առաջի համարի մեջ ասում է. սկզբեն էր բանը եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Այդ բան Աստվածը Աստծո բանականությունը, լոգոս, որ խոսքն է, իմացականությունը հենց Քրիստոս է ներկայացնում։ Ուրեմն, որպեսզի ճանաչենք Փրկչին, Տիրոջը, երկինք ու երկիր ստեղծող Աստծուն, պետք է լսենք Աստծո խոսքը եւ հավատանք այդ խոսքին։ Հավատքը լսելով է։ Այո։ Հիմա դևերն էլ ասում են, որ Աստված կա, չեն կարող մերժել, բայց խոսքին չեն հնազանդվում։ Կարևորությունն է կանում են նրանով, որ նաեւ խոսքին հնազանդվեն։ Միայն ասում են լսողներ մի եղեք, այդ խոսքը վերցրեք եւ ընդունեցեք։ Ավետարանը պատվիրում է ամենուրեք ապաշխարություն։ Ինչպես Պետրոս առաքյալ մեծ բազմության առջև խոսեց եւ եկան ասեցին. «Եղբայրներ, ինչ անենք»։ Լսելուց հետո որոշում ընդունեցին. «Ինչ անենք»։ Եվ Պետրոս առաքյալ ասաց. «Ապաշխարեցեք»։ Ապաշխարեցեք ձեր մեղքերի թողության համար եւ ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով։ Ուրեմն մարդիկ պետք է որ լսեն, որպեսզի ապաշխարեն։ Պարապ անտեղի ծեսերով մարդու սիրտը չի փոխվի, բայց Աստծո խոսքը երբ որ մարդու սրտին դպչի, այդ քարացած սիրտը կարող է փոխել եւ մարդը դարձի գալով կապաշխարի։ Այո, եւ ալ դեսածենք, եւ ալ գուրախանանք, եւ ալ երկինքի մեջ շատ ավելի խնջույք կա, երբ մեղավորը գաբաշխարի։ Բայց այս կորձը մեր կորձը չէ։ Եթե Սուրբ Հոգին այդ վարգյանները չգարավարի, եթե Սուրբ Հոգին այն մեղավորը չի համոզեն է, մեր խոսքերը բարաբի են։ Բայց Սուրբ Գիրքը օգտագործելով եւ ալ Սուրբ Հոգին օգնությամբ կարելի է բադահազը եւ ալ բիչարունակե բադահիլ, որ անսեր Տեր Հիսուսը իբր իրենց անձնական բրգիչ ունենան։ Այո, ինչպես սիրեղբայրս թարնալով ավետարանության, իբր հավատացյալներ Աստծո երկրորդ կետը հիշած են, որ Աստծո խոսքը մեզի հիշեցնի, որ մեր բարդականությունն է քարոզել ավետարանությունը։ Ուրեմն ավետարանը մեզի հստակորեն գսե, որ մեր բարդականությունն է ավետարանը քարոզելու։ Ինչպես Պողոս առաքյալ գսե առաջին Կորինթացիս 9:16, «Վասնզի եթե ես ավետարանը քարոզեմ, ինձի բարձանք չէ, իմ բարդականությունս է, մանավանդ վայ ինձի եթե ավետարանը չքարոզեմ»։ Ուրեմն Աստծո խոսքը ինչպես սիրուսկիսպը մեզի հրահանք է, որ պետք է մենք քարոզենք եւ չամշնանք։ Ամեն մեկ հավատացյալ իր սևերով, իր միջոցներով Աստծո ճշմարտությունը պետք է քարոզե։ Մեզի բարդականությունը ադի կորց չէ, պետք չէ բարձանանք, որովհետեւ նույնիսկ Պողոս առաքյալ գսե երրորդ կետին եթե անցնենք, ավետարանը Աստծո զորությունն է։ Ինչպես Հռոմայացիս 1:16 վասնզի ես ամոչ չեմ սևեր ավետարանը, քանզի Աստծո զորությունն է ամփոլոր հավատացյալներուն փրկության համար։ Եվ գահավատանք որ Աստված ինքը ընդրած է
ինչպես Թացար Բողոս Արաքյալ գսե որ խաչյալ Քրիստոսի քարոզով մարդոց փրկությունը դիտելա դերը գրնալ Աստված շատ ուրիշ միջոցներն էր բայց Աստված քանի ընդրած է այդ միջոցը եւ մեզի բարդականություն դրած է որ խաչյալ Քրիստոսը քարոզենք եւ նույնիսկ հիշե որ Բողոս Արաքյալ իմ վարպետությամբ չէ ինչպես քիչ կարաչ հիշեցինք ալ խաչյալ Քրիստոսի զորությամբ ամեն ամեն Շատ ճիշտ է ի վերջո եթե ավետարանը չլիներ Ինչպես մենք պիտի իմանանք ստեղծագործության մասին, որ Աստված երկինք ու երկիր ստեղծեց, եւ ինչ որ նրա մեջ կա։ Ինչպես պիտի իմանանք, որ մենք մեղավոր մարդիկ ենք, փրկչի պետք ունենք։ Ինչպես պիտի իմանանք, որ Հիսուս այն Աստվածն է, որ երկինք ու երկիր ստեղծեց, որ եկավ մեզ համար խաչվեց, որ հարություն առավ, ով որ նրան հավատա, հավիտենական կյանք կունենա։ Ինչպես պիտի իմանանք, որ դրախտը եւ դժոխքը իրական վայրեր են։ Կամ ինչպես պիտի իմանանք, որ կա դատաստան, կա նոր երկինք, նոր երկիր եւ շատ ու շատ ճշմարտություններ, որ միայն ավետարանի միջոցով է մեզ հայտնում։ Ադանգե ավելի պետք է գետրոնանանք խաչին բադգամին։ Այո։ Որ որ մեր Դեր Հիսուսը իմ դեղս, իմ մեղքերուս քինը վճարեց խաչապայդին ելալով։ Սուրբ Գիրքը շատ ընթարցակ է։ Եվ շատ անձեր գուզեն միտքով հասկանալ Սուրբ Գիրքը։ Բայց կարևորը դիգա չէ։ Կարևորը հասկանալ փույն բադգամը, աբեդարանական բադգամը այն է, որ Դեր Հիսուս այս աշխարհը եկավ քեզի եւ ինձի բրգելու համար։ Այո։ Ադիգա ընդունինքն է, ադիգա մերն ենքն է, ուրիշ Սուրբ Գիրքի մասերը բոլորը հասկանալը չյուն գալա, բայց առաջին կայլը, առաջին գեդը, որ պետք է Աստծո մոդենանք, երբ հասկանալով, որ մենք մեղավոր ենք, Աստուծո մեկը խնդրենք, որ ինքը մեզի մերե, Դեր Հիսուսի այրունով լվա, եւ մենք ադիգա գնտունինքն է, Սուրբ Հոգին դաջարը գլանք եւ ալ Սուրբ Հոգին է որ այս բոլոր Սուրբ Գիրքը մեզի մեկ բիդի թուրացնե որ հասկանավեց Ներողություն եղբայրս քիչ գարաճ կսեր որ իշեր որ ինչպես պիտի իմանայինք այս բանը եւ դա բանը ինչպես պիտի իմանայինք եթե ավետարանը մեզի չկարոզվեր հոս մի քանի գետ դրազև ինչպես պիտի իմանայինք որ փրկությունը Քրիստոսով մահին եւ քերեզմանին հաղթություն ունի ինչպես պիտի իմանայինք որ փրկությունը Գյանք կփոխե, գյանքեր կփոխե, ինչպես պիտի իմանանք, որ հիվանդը կփուժե, ինչպես պիտի իմանանք, որ ինգազը դերը կփաշրացնե, ինչպես պիտի իմանանք, որ դրագս նողը գրնա ազատիլ, այդ քերությունեն, որ ինքը դրագս կնե, կամ խոմարեն, կամ ասենք ալկոհոլեն, բայց կհավատանք ավետարանը մեզի կսորվեցնե Քրիստոսի զորությամբ, Սուրբ Հոգի զորությամբ կգրնանք այդ բոլոր դժվարություններն, այդ նեղություններն, երբ Փրկություն ունենանք Քրիստոսի այրոնը գլվա այդ բոլոր մեղքերը եւ դերը նորեն չի հիշեր։ Սոաս ճշմարտություններ ամեն ավետարանի մեջ։ Մեզի նոր անց կնե Սուրբ Հոգիի միջոցով։ Ամեն։ Եվ գսե որ Աստծո խոսքը մեզի գարաշնորհ է Աստծո թակավորության։ Ամեն։ Ամեն։ Ավետարանով ծնվեց եկեղեցին։ Դերևս այս գաղափարի հակառակորդներ կան, որ հակառակն են ասում, բայց ապացուցենք, որ այդպես է։ Ավետանը ծնեց եկեղեցուն։ Սուրբ Գիրքը ավետանը հանդիսանում է քրիստոնեության հիմքը։ Նրա վրա է հաստատված ամեն բան։ Եվ ինչ է եկեղեցին, եղբայր, խնդրեմ։ Այո, եկեղեցին հոգևորներուն հավաքույթն է։ Այո։ Դարբերություն չունի, եթե մենք հիմա քոս Ամերիկա ենք, չէ՞ Բրազիլ ենք, ուր որը լանքն է։ Հոգևորներուն միացումը եկեղեցին է։ Շատ անգամներ սխալ գերբով դաջարը եկեղեցին դեղ կհաշվենք բայց եկեղեցին անդամները հոգևոր եկեղեցին անդամները անոնք են որ օրը քիծան որ մեղավոր են եւ ալ խնդրեցին որ Դեր Հիսուս իրենց սրդերը լվա առանց վճարումի առանց ովևէ անձնական զոհությունով միայն հավատքով Երբ Դեր Հիսուս մեր աչքերը կպանա եւ ալ կհասկանանք, որ մենք ովևէ բանի արժանի չենք։ Եվ ալ Սուրբ Գիրքեն շատ սիրելի համար մգա, որ գսե որ
Աստված հայրը անկան սիրեց աշխարհը, անկան սիրեց Գարոն, Վարտանը, քեզի, որ հիմա քնեզի գտիդես, Աստված քեզի անկան սիրեց, որ իր միածին որդին ղրգեց, բդդելու համար չի ղրգեց, այս աշխարհը վայելելու չի ղրգեց, բայց խաչապայդին վրան քու դեղդ իմ դեղս մեռնելու համար։ Ավետարանը այս է։ Այո։ Եվ Դեր Հիսուսի մահը գկարոզենք, կյանքը կարոզենք, որովհետև մենք ճշմարիտ կյանքը կընդունենք միայն Դեր Հիսուսի մահով եւ հարությունով։ Այո, եւ հարությունով, որովհետև եթե Հիսուս հարություն արած չլարն է, մեր հավատքը բարաբեր, ինչպես Սուրբ Գիրքը գսե։ Հիշեցի, որ Աստված մեզ սիրեց, շատ շիդագ է ճշմարտություն է, եւ Աստված մինչեւ մեզ ավելի սիրե, բայց Հովանու 5:24 Հիսուս Քրիստոս ինքը սավ ճշմարիտ կսեմ ցեզի, թե ան որ իմ խոսքս մդիկ կնե եւ գահավադա անոր որ զիս ղրգեց, հավիդենական կյանք ունի ութադաբարդության դակ չինար։ Հաբա մահվնե թեբի կյանք անցած է ադիգա։ Պարկասո, այս համարով, միայն այս համարով Բրազիլի մեջ երկ մգա, որ աս համարը գրնանք բզդիգներուն կոծկը սրվեցնենք երկելով, եւ ալ ամենե մեծ ճշմարտություն է։ Դեր Հիսուսի միջոցով մենք դժոխքեն ազատվեցանք եւ ալ թեբի Երգինքի ճամպանը սկսեցան։ Ավետենական կյանք։ Այո, քիչ առաջ եղբայր որ բացատրեցիր, որ եկեղեցին տաճարը չէ, շենքը չէ, այլ հավատացյալների խումբն է։ Էկլեսիա հունարեն, որ նշանակում է դուրս կանչված ժողով, սուրբերի ժողով։ Աստծո խոսքը ամեն մեկ հավատացողին վերստին ծնունդ է տալիս։ Ինչպես Պետրոս Սարաքյալ առաջի թղթի մեջ է գրում 1:23-ը, նորից ծնված լինելով ոչ թե ապականացու սերմից, այլ անապականացու Աստծո կենթանի ու հավիտենական խոսքով։ Տեսեք խոսքի զորությունը։ Ավետարանությունը որքան կարևոր է, որ այդ խոսքը զորություն ունի մարդու սրտի մեջ նոր ծնունդ տալու։ Եվ Հակոբոս Սարաքյանն էլ ասում է, առաջի գլխի 18 համարը, ասում է իր ուզելով մեզ ծնեց ճշմարտության խոսքով։ Եվ ահա բոլոր նրանք, ովքեր որ հավատում են ու վերստին ծնունդ են ունենում, նրանց խումբն է, որ կազմում է եկեղեցին։ Ուրեմն ավետարանը ծնեց եկեղեցուն։ Ադանգ է։ Եթե ավետարան չլարն է, եկեղեցի լալու բաժար չի գար։ Հրյաները իրենց գրոնքով գշարունակեին, հետանոցները իրենց գրոնքով գշարունակեին, լմնցավ, բայց այն բաժարով, որ Դեր Աստված այս աշխարհը սիրեց, իր որդին ղրգեց, որ իրենց դեղը մեռնի, իրենց պրգություն բերե, եւ ալ դիհավաքին, դիժողվին, մեկը մույսին պիտի կաչալերե, մեկը մույսին պիտի հորտորե երտանք ուրիշնին վգայենք կորզարակելոցին մեջ կսե եւ Դեր Հիսուս կսե, որ ինձի վգա պիտի լակ։ Շատ անգամներ գսենք Սուրբ Գիրքը կարոզել, ավետարանը կարոզել, բայց ամփոփենքն է կարոզելուն դեղ կրնանք ասել վգա լալ, որովհետև մենք պիտի բացատրենք ինչ որ մեր կյանքին մեջ պատահեցավ։ Մենք փիլոսոփայություն չենք բացատրել։ Մեր փորձարապար Դեր Հիսուսը ընդունեցինք, դեպի անգողը գերտային կոր, դժոխք գերտային կոր, սխալ ճամփաները գերտային կոր, բայց Դեր Հիսուս մեր մեջը մտնալով մեզի նոր ճամփա մգցություն է, նոր կյանք, հավիտենական կյանք, եւ ալ աս ճամփան մենք մինագնից չենք կալեր։ Եղբայրներուն հետ սերկ դալով գկալենք, եւ ալ ուր որ երտամն է, այս փորձառությունը ունիմ, շատ Բրազիլի մեջ դեղեր կացած եմ, որ միայն ասելով, որ ես հավատացյալ եմ, հավատացյալներուն նյությունը գսկաս, օգնությունը գսկաս, սերը գվայլես, եւ ալասիգա Դեր Հիսուսի անունովը գբադահի միայն։ Բարթան եղբայր քիչ առաջ կսեր ավետարան միջոցով եկավ եկեղեցին, ադի անգասկած որովհետեւ Հիսուս Քրիստոս երբ աշխարհ էր եւ կկարոզեր
երկինքի ավետարանը անանան եկեղեցի չկար։ Սա ինքը դաջարը ժողովարանները երթար գքարոզեր։ Սոյնադեն Քրիստոսի մարմինը չկար, եկեղեցին չկար, թեր Սուրբ Հոգին չէր իջած, փրկությունները չկային, աշակերտները կային, հատկե վերջ կացին աշակերտները քարոզելու եւ հավատացյալները ասենք Քրիստոսի զորությամբ ապաշխարեցին եւ հավատացյալ եղան եւ եկեղեցին գազմվեցավ։ Եւ Քրիստոս Պետրոս Արաքյալի Ճիշտ հավատքին վրա հեսա որ եկեղեցին հիմնել։ Ատքի առաջ արդեն Հիսուս Քրիստոս երկինքի թակավորության ավետարանը կքարոզեր։ Եկեղեցին խորհուրդը, քաղաքապարը սկսավ երբ Տեր Հիսուս աշխարհը եկավ։ Եվ ալ սկսավ քարոզել եւ ալ ինքը սավ ինչպես գարո եղբայրը սավ որ աշխարհի տուրները ադոր հագարակ չի պիտի կրնան ըլլալ։ Բայց եկեղեցին ճշմարտաբես սկսեցավ, երբ Սուրբ Հոգին իջավ եւ ալ բոլոր աշակերտները, որ արդեն ժողոված էին, անդեղը գնանք ասել, որ եկեղեցին սկսավ։ Եկեղեցին խորհուրդը Տեր Հիսուսին հետ սկսավ։ Բայց իքորձ ըլլալը երբ Սուրբ Հոգին կալուստին վերջ եղավ եւ ալ Ad խորհուրդը սկսավ մարմին ունենալ։ Այս գերբով գրնանք արտահայտել։ Եվ Պենտեկոստեի օրը 3000 հոգի։ Այո, մեկ անգամեն ապաշխարեցան։ Ինգդագարանի մեջ երբեք չեն կարդալ եկեղեցի։ Ոչ։ Եկեղեցի խորհուրդը ծածկված է բոլոր մարգարեներից, այն Քրիստոսով հաստատվեց եւ Պողոս Առաքյալը իր գրությունների մեջ այդ եկեղեցու խորհուրդը մեջտեղ է բերում, որ դա վերստին ծնված հավատացյալների խումբն է։ Ոչ թե տաճարները կամ շենքերը, որոնք միայն հանդիսանում են վայր պաշտամունքի։ Ճիշտ ադանգե։ Եկեղեցու հավաքվելու եւ Աստված պաշտելու վայր են հանդիսանում։ Եթե վերցանք առաջին հավատացյալները, քրիստոնյաները, առաջին 300-400 տարին ինչ որ Աստվածաշունչը մեզի գսորվեցնե, գիշեցնե եւ ուրիշ գիրքեր, որ հավատացյալները դուներու մեջ կնեին եկեղեցին։ Սո շենքեր չի գար, որև քախնի, որև հալածված էին ադո։ Նույնպես հայտնության մեջ վերջին օրերը գսե որ օրեր պիտի կա որ եթե եկեղեցին դուներու մեջ նորեն քախնի պիտի լա, որովհետև հալածանքը պիտի զորանա եւ հավատացյալները իրենց կյանքով եւ իրենց այրոնով պիտի փաստեն իրենց հավատքը։ Սո ուրեմն եկեղեցին շենքը չէ, եկեղեցին հավատացյալներուն խումբն է։ Պողոս Առաքյալն Փիլիմոնին երբ որ գրեց թուղթ ասում է քո տանդ մեջի եկեղեցին այսինքն եւ Տեր Հիսուս ասաց եթե 2-3 հոգի իմ անունովս հավաքվեն ես ձեր մեջ եմ այնտեղ եկեղեցի եւ այս հավատքը մենք ունենք դեպետ հիմա հայդակիրը կբադրաստենք կգարկատրենք բայց վստահ ենք որ Տեր Հիսուսն է որ մեզ գարաչնորդ է մենք մեր խելքով միտքով չենք խոսել որ իմակ ես 100% համոզված եմ որ Տեր Հիսուս հիմա մեր տերների մեջ խոսքերը գտնե ինչպես ինք արդեն խոստացած էր մի վախնակ որ Սուրբ Հոգին պիտի ցեզի օգնե թակավորներուն դիմաց ուր որալան է եւ ալ հիմա սիրելի եղբայր որ մեզ գտիդես մեր գլիսես մենք հիմա կուդունդ մտածենք եւ ալ Սուրբ Հոգին առաջնորդությունով գմտնենք։ Ադոր համար այս մեր խոսքերը, մարդկային խոսքերը չէ, մեր խոսքերը, մեր խոսակցությունը Սուրբ Քիրքին վրա հիմնված են, Սուրբ Հոգին առաջնորդությունով։ Ադոր համար մենք գուզենք ցեզի փոխանցել պետք որ տուն որ հավատացյալ ես Սուրբ ավետարանը փոխանցես վգամը լաս եւ ալտուն որ հիմա դեր այս որոշումը չես արած այսօր է օրը որ վստահիս բոլոր անցդ Տեր Հիսուսին որ քեզի ինձի համար խաչապայդին վրան մերավ այս է ավետարանը Սիրելի եղբայրներ ժամը հասավ որ ընդմիջում վերցնենք կարող եղբայր քեզ Տիրոջ կողմից տրված այդ տաղանդի միջոցով Աստված թող փառավորվի լսենք այդ հոգևոր երգը մեր սիրելի հեռուստադիտողների հետ միասին Հալելույա
Lerniver zanraper migeler Usin chachu kalchum rabasar Besakner pushever Daraber tartsaver Angchavat kalerir fachin da Zichachner ansamki Ոջիրիմ էց նշան ու բասակ ուշել են նախատին ասահման Զիցակված իրեմ վրա աշխարի մեղնասկա կելերան կողքոթա կարմիր կողքոթա Կարմիր կողքոթա, կարմիր կողքոթա Կողքոթա լերնիվեր, խուժանը զայմղեր ու անար մանանորոն դեսներ Պայց պադեց սև խավար, շարժեցավ երգիրվար պարեկամ իր պախած սարսապեր Ամերու արտացավ, աղտատվիլ չեր գրնար, դակնաբի հետ իր մեծ, երբ կարնու գայն արդար Կրեց իր ուսին վրա, աշխարի մեղնասկա ելելով կողքոթա Կարմիր կողքոթա Կարմիր կողքոթա Կարմիր կողքոթա Լերնիվեր կողքոթա Ինձ համար հարկ չգա ելելու ծանրապեր թողահար Հայց կրել խաչ հարգե գուզեմ ծագլը եթե լրանային կորձս երպոսվար Արդ ինչ խաչ որ դերդա գրելու եմ բադրաս մերնելով աշխարի ու անցի սալոսարդ Տանելով հաղթանակ իր քաղցր ժպտինդակ երբ գելեմ կողքոթա հոսիմ կողքոթա հոսիմ կողքոթա հոսիմ կողքոթա Սերներ շարունակում ենք մեր հաղորդումը իմ զրուցակիցներս Կարո եղբայր Սոլահյանը եւ Կարո եղբայր Ահարոնյանը մենք առաջին մասում խոսեցինք ավետարանության կարևորության մասին Մանավանդ այս վերջին ժամանակների մեջ երբ որ Աստծո եկեղեցին հավաքվում է հունցքի շրջանն է որքան կարևոր է որ մեր հայ ազգը լսի ավետանի ճշմարտությունները Կարո եղբայր որպես միսիոներ, որ տարբեր երկրներ եք գնացել, հայրենիքում եք եղել բազմիցս եւ նաեւ Բրազիլիայում ապրում եք, Շրի Լանկա եք գնացել, Հնդկաստան եւ ուրիշ տեղեր։ Արդյոք ավետարանության համար պարարտ հող կա եւ արդյոք ձեր հանդեպ արգելքներ, դժվարություններ, հալածանքներ եղել են։ Հալածանքը եղած է եւ ալ բիդլա Դարբերություն չունի եթե երգիրը զարգացած է, չեն հետամնաց է,
անցերու հարց է։ Եվ ալ անցերը երբեք չեն սիրեր, որ իրեն ըսես Սուրբ Գիրքին համեմատ, որ ինքը մեղավոր է։ Ամեն մարդ կուզե շոյվիլ, ամեն մարդ կուզե բարձրացլվիլ, բայց երբ Սուրբ Գիրքին խոսքը մեջտեղ գբերենք, հալածանքը շատ է։ Ամասոնասի մեջ բադահած է հնտիգներուն միջոցով, եւ ալ ուրիշ դեղեր, ուրիշ քաղաքներ շատ անգամ գծախրեն, բայց շատ անգամներ իրենց պրունցքը վերցունելով, մեզի սպառնալիքը սելով գուզեն մեր պերանը կոչել եւ ալ ասո խոսքը չդարածվի։ Եղած է բիդլա եւ ալ անշուշտ պատրաստ պետք է լանք ամեն բան հասկանալու, տեմ տնելու եւ ալ ասո շնորհքը մեր արժեվ են գտա։ Եթե մեկ թուրմը կոչվին է, ասված բադվամը գպանա, եւ ալ միշտ արիթմը գլա, որ իր խոսքը դարածվի, իր խոսքը նպատակին հասնի։ Պողոս առաքյալը ավետարանության համար սարսափելի հալածանքներ կրեց։ Կորինթացիս թղթի մեջ որ կարդում ենք, ինչերով անցավ, այն երևակայելի է։ Այն ժամանակ դա կար, առաջի դարի հավատացյալները անգամ արուսների գուբերը նետվեցին, անգամ խաչ անվեցին, զոհվեցին, 21-րդ դարում ենք, բայց նորից հալածանքները կա, քաղաքակիրթ ձևով։ Շատ որ ավելի հալազանքը լա, անկան ավետարանը գդարածվի եւ ալ այնտեղի հալածվող եղբայրները դարբեր շնորհք ունին, դարբեր կյանք մգաբրին եւ ալ կարծես թե իրենց սերը Հիսուսի հանդեպ մեր սերեն ավելի շատ է, որովհետև իրենք պատրաստ են ամեն ժամ, ամեն վարքյան մեռնելու, որ դեր Հիսուսը չի ուրանան։ Այո, եւ վերջերս լսեցիք, որ Պարսկաստանում մասսայական ձերբակալություններ են եղել հավատացյալների, միայն այն բանի համար, որ իրենք քրիստոնյա են եւ ավետարան են քարոզում։ Ահա այն չարչարանքները, որի մասին Տեր Հիսուս ասում էր, որ ինձ արեցին, ձեզ էլ պիտի անեն, մենք տեսնում ենք, որ այդ բանը իրականանում է 21-րդ դարում։ Եվ ամենաշատ արթնությունը այսօր կա Պարսկաստանում։ Այլակրոն այդ երկիրը, որտեղ թվում էր, որ նման բան հնարավոր չէր, բայց արի ու տես, որ 100,000-ավորներ Քրիստոսին են գալիս եւ այդպիսով պիտի լրացվի Քրիստոսի եկեղեցու թիվը, որպեսզի Տեր Հիսուս երկնքից հայտնվի։ Անշուշտ մենք չենք ուզեր, որ ովևէ քրիստոնյա այս բարականերեն անցնի, բայց շատ լավ գիտենք, որ մարտիրոսներուն այրունը միշտ մինագը չի բնար, միշտ արդյունք կբերե, միշտ նոր հավատացյալներ մեջտեղ կբերե։ Հալածանքը եւ արթնությունը գրեթե միասին կգալեն։ Այո, այո։ Աստծո խոսքը Վարդան եղբայր մեզ գիշեցնե արքայության ասավետարան փոխանտակ աշխարհի մեջ պիտի քարոզվի բոլոր ասկերուն վկայությունը լալու անգե հետո վերջ պիտի կգս։ So մենք կհավատանք, որ ամեն դեղ ամեն ասկի մեջ պիտի քարոզվի եւ ամեն ասկերեն փրկություն պիտի ունենան հավատացյալներ պիտի լայ վերջին օրը։ So ադիգա մենք կհավատանք եւ ինչպես եղբայրը ասավ, հավատացյալները վերջին օրերը այրունով իրենց կյանքերով պիտի հավատքը պիտի փաստեն։ Մենք կհավատանք, որ ամեն ասկ պիտի լսե բարի լուրը հավատացյալների միջոցով։ Մենք հոս բոլորնից հայ ենք եւ ալ մեզի դիդողները մեծ ամաստությունը հայ են։ Եվ ալ խոսքս հիմա քեզի որ հայ ես, քեզի որ գսես որ լուսավորիչին որդին ես։ Այո, մենք կբարդանանք, որովհետև մեր հայ ասկը առաջին քրիստոնյա ասկը եղավ։ Հիանալի է։ 303-ին դաջարը շինվեցավ։ Այս բոլոր բաները իսկանչելի են, բայց միայն քիդնալը, միայն այս բաներով հբարդանալը մեզի ասո որդի չներ։ Ասո որդի լալու համար մենք Դեր Հիսուսը, որ մեր նախկին հայրերը ընդունած են եւ ծառայած են, ադոր պետք է մոտենանք։ Հազարներով մարտիրոսներ դված ենք բադմության ընթացքին։ Բայց հիմա ինչպես է քու հոգևոր կյանքդ։ Մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք,
Բայց քու վիճակդ հիմակ ինչպես է։ Եթե դու հիմակ մեռնիս, ուր պիտի երթաս։ Ես քեզ մի ավելի լավ չեմ, բայց ես վստահ եմ, որ եթե հիմակ մեռնիմ, իմ աչքերս հոս պիտի կոծեմ եւ ալ Տեր Հիսուսի հետ պիտի արտանամ, որովհետեւ այս է իր խոստումը։ Ավետարանը մենք կկարոզենք, բայց կվայելենք, օր կվայելենք, որովհետեւ ավետարանը Տեր Հիսուս մեզի նոր կյանք կուտա։ Եվ ալ կսպասե որ դունալ այս նոր կյանքը ընդունիս։ Հալածանք պիտի լա, փորձանքներ պիտի լան, բարեկամներ պիտի գործընծունենք, շատ անգամներ մեր հարազատները մեզի գրնակ պիտի դարձունեն, բայց երբ մենք Տեր Հիսուսը մեր սրտի մեջ ունենք, ամենեն սքանչելի նվերն է, եւ ալ ինքը մեզ գուղե, ինքը մեզ գարաչնորդ է, որ իր գամքին համեմատ ապրինք, եւ ալ այս ավետարանը, որ մեզի հասավ, ուրիշներուն փոխանցենք։ Այս է նպատակը Տեր Հիսուսի մեր կյանքին համար։ Մենք ընդունեցինք եւ ալ հիմա կփոխանցենք։ Եվ Հիսուս ունենալը դա այս կյանքի ապահովությունն է եւ նաեւ հավիտենական կյանքի վստահությունն է։ Այո, վստահությունն է։ Որովհետեւ Տեր Հիսուս ասաց. նրանք ովքեր որ ինձ կհավատան, եւ այս հավատքը միայն այն ասելը չէ, գիտենք, որ խաչի վրա մեռավ, պատմական հավատքը չէ։ Այո, այլ սեփականացրած հավատք։ Ճիշտ է։ Սրտիդ մեջ ընդունած այդ հավատքը Սուրբ Հոգու։ Ով որ ինձ հավատա, թեև մեռնի, պիտի ապրի, այսինքն հավիտենական կյանք պիտի ունենա։ Սա խոստում է։ 100%-անոց խոստում է, անվերապահորեն հավատում ենք այս ճշմարտությանը։ Գիտես ինչ կմտայի Վարդան եղբայր։ Մենք ընդհանրապես հայերս հբարդ ենք։ Մենք ծերի բան չենք սիրել։ Մենք կուզենք, որ մեր ցերկով, մեր ուժով, մեր կաղապարներով այդ բանը հասնենք։ Եվ ավետարանը ծերի է։ Ովևէ գործ պետք է չանեմ։ Միայն պետք է Տեր Հիսուսին ցերկերուն մեջ նետվիլ։ Երբ մգավ գսե որ բաց բազուկներուն մեջ ինքզինքդ նետե։ Տեր Հիսուսի բազուկներուն մեջ։ Այս է։ Ես չեմ գրնար քննել։ Ինչ շանք որոնեմ, ես չեմ գրնար հասնել։ Բայց Տեր Հիսուս ամեն բաներավ միայն պետք է ընդունիմ Տեր Հիսուսի գործը։ Այն գործը, որ ինքը լրիվ գերբով գադարեց խաչին վրան իր այրունը տապելով եւ ալ ինձի բրգություն դալով։ Այո, կարող եղբայր երկում ես Աստծո փառքի համար եղել են դեպքեր, երբ որ այդ երկեցողությունը պատճառ են հանդիսացել մարդկանց փրկության, մարդիկ ապաշխարել են։ Անգասկած սիրելի եղբայրս, Փառք Աստծո նախ։ Փառք Աստծո։ Ոչ երաշտության մեջն է, ոչ ալ իմ երկած ցևս է, ոչ ալ ինչպես որ կպատրաստենք, ալ Աստծո զորությունն է, Աստծո խոսքի զորությունն է, որ մարդոց պատճառ եղած է փրկության։ Շատերեն լսած են վկայությունները, ես անշուշտ շատ կուրախանամ եւ փառք կտամ Աստծո, որ մարդիկ երկերը լսելով իրենց համար օրհնություն կլա եւ շատերեն վկայություն լսած են, որ իրենց փրկության միջոց եղած է։ Սո փառքը հազար փառք Աստծո։ Իրեն խոսքի զորությունն է, ոչ թե մեր որ նույնիսկ տաղանդ որ Աստված տված է, ինքը տված է մեզի, սո իրեն գված կանի, սո ինչ որ ունենք, ինչպես սկիզբսի Տերոջը շնորհն է։ Միսիոներ եղբայր, մի հարցուներ քեզ տամ, ուրեմն փրկվելու համար միայն հավատքը բավարար է։ Թե հավատքի հետ գործերել պիտի լինի, որպեսզի փրկություն ունենաս։ Սուրբ Գիրքը շատ հստակ կցկե, որ փրկությունը միայն հավատքով է։ Միայն հավատքով, առանց գործերու, որ մեկը չի բարձանա։ Եթե գործով լարնե, ես պիտի հբարդ պիտի լայի, որովհետև Աստված ինձ չի փրկեց։ Ես ինքս փրկեցի իմ բարի գործերովս, իմ նվիրատությունովս, այս դարբեր գործերովը, այս բոլոր բաները սխալ չեն, բայց չեմ փրկել։ Միայն հավատքը կփրկե,
այն հավատքը, որ Տեր Հիսուսի է։ Որովհետև շատ անձեր շատ հավատք ունին, սխալ բաներով վրա հավատք ունին, ադիգալ չի բրգեր։ Հավատքը Տեր Հիսուսի կորձին վրա պետք է ըլլա։ Տեր Հիսուս քինը վճարեց, ես ադիգա կհավատամ, իմ դեղս խաչապայտին վրա մերավ, ես ադիգա կհավատամ, ադիգա կընդունիմ, ինքը իմ մեջս պիտի ապրի Սուրբ Հոգիի միջոցով ադիգա կհավատամ։ Ես բոլորովին ծրիապար է։ Ես ովևէ կորձ չեմ գնար անել։ Բայց Աստված ամենը պատրաստեց, որ ես հավատքով մոտենամ, ընդունիմ, եւ ինքը իմ մեջս պիտի ներկործե։ Հավատքեն վերջը կորձեր գրնամ անել Սուրբ Գիրքը դարածելու, բարիքը անելու, բայց բրգություն չստեղծել։ Կարող եղբայր իսկ գործերը Անշուշտ գործերն շատ կարևոր են, որ Աստծո խոսքը մեզ գիշեցնի միայն լսողներ չլանք ալգադարողներ, բայց փրկությունը Տերոջը շնորհքով է, ծրի բարգևն է, ինչպես Եփեսացիս 2-րդ գլուխ 8-րդ եւ 9-րդ համարներ այսպես կսե վասնզի շնորհքով փրկված եք ցուկ հավատքի միջոցով եւ ոչ թե ցեզմե է, հաբա Աստծո բարգևն է, ոչ թե գործեր են, որ մեկը չբարձենա Վասնզի մենք անոր ցերակորձն ենք Քրիստոս Հիսուսով ստեղծված բարի գործերու համար Աստված նախաբես պատրաստեց մեզ որովհետեւ անոնց մեջ քալենք Փարքասոս ուրեմն փրկությունը ծրի բարգևն է փրկությունը մեր աշխատանքով է Տերոջը շնորհքն է բայց ատկեվերջ հավատք առնել են վերջ պետք է հոնչի գնանք անշուշտ հավատքին բդուղները գա, արդյունքը գա եւ Սուրբ Հոգի բդուղները գա, որ մարդիկ պետք է տեսնան եւ քեղեցիկ համարը գա քիչ գարաջ գուզեի գարտալ որ գսե ուրդեղեն մի ճանչնամ որ մենք Քրիստոսին զավակներն ենք ուրդեղ մարդիկ երբ տեսնան պետք է գիտնան որ մենք Աստծո որդիներն ենք Քրիստոսի սերը որ մեր մեջ իր հանդեպ տեսնան այո սերներ մենք մեր հաղորդման վերջավորության հասանք ամփոփենք ուրեմն այսօրվա մեր նյութը ավետարանչության մասին էր նրա կարևորությունը եւ նրա բերած արդյունքը, որ ավետարանչության միջոցով է, որ մարդիկ Աստծո խոսքը լսում են եւ ապաշխարում են ու իրենց մեղքերից ազատվելով հավիտենական կյանք են ունենում։ Վերջին պատգամը սիրելի եղբայր սրտիդ խոսքը մեր երեստողներ։ Այո։ Շատ անգամ ավետարան գսենքն է, շատեր մսուրին բադմությունը կճանչնան, որ ճշմարտությունը մնա։ Այո, Տեր Հիսուս մսուրի մեջ ծնավ, բայց ավետարանը 5 գեդեր ունի։ Եվ այս 5 գեդերը շատ լավ պետք է հասկանանք։ Առաջին գեդը, որ Աստված մեզ գսիրե։ Երկրորդ գեդը, դժբախտաբար մենք մեղավոր ենք եւ Աստծո շնորհքեն հեռացած ենք։ Երրորդը, որ Տեր Հիսուս խաչապայտին մեր դեղը մերավ։ Ինքը քինը վճարեց։ Այն քինը, որ ես պետք էր վճարեի, ինքը վճարեց։ Չորրորդը ես պետք է զղջամ իմ մեղքերես, պետք է Սուրբ Հոգին օգնությամբ կյանքս դարձնեմ, եւ ալ հինգերորդը Տեր Հիսուս քու սրդիդ թուրը գզարնե հիմակ։ Եթե դու Տեր չես Տեր Հիսուսը ընդունած, քիծիր որ ինքը քու սրդիդ թուրը գզարնե, եւ ալ ինքը գուզե քու կյանքիդ մեջ մտնալ քու կյանքդ փոխել, քու կյանքդ լավցնել եւ ալ քեզի նոր ստեղծագործություն մնել, քեզի հավիտենական կյանք մտա։ Այս 5 կետերը շատ կարեւոր են եւ ալ Հիսուս կսե ես թուրը գզարնեմ։ Միայն տուն այս թուրը գրնաս բանալ քու սրդի թուրը եւ ալ երբ բանաս այս թուրը Տեր Հիսուս պիտի մտնա։ Այս է ավետարանը։ Միայն մսուրը չէ։ Միայն չարչարանքը չէ, բայց այս 5 կետերն են։ Այո։ Սիրելիներ, այսօրվա մեր հաղորդումը պիտի եզրափակենք աղոթքով։ Կարող եղբայր խնդրեմ։ Սիրելի եղբայրս եւ քույրս, այս բոլոր ճշմարտությունները, որ լսեցիր, մեր ճշմարտությունները չեն, մեր քրազները չեն, Աստվածաշունչին խոսքերն է, որ մենք ցեզի փոխանցեցինք։ Եթե իսկապես կուզես ընդունել դերը այսօր, շատ բարձ աղոթքով, որ ես պիտի աղոթեմ, իմ զորությունս չէ, ես բարձրապես միջնորդ մնեմ Տեր Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Հոգի զորությունն է, որ քեզ այսօր պիտի փոխե։ Եթե գուզես ընդունել դերը, իբր քու դերդ եւ փրկիչդ եւ առաջնորդդ ինձի հետ կխնդրեմ, որ աղոթես ասպարս աղոթքը։
Դեր Հիսուս կխոնարհիմ քո արջևդ, ներեիմ մեղքերս, ներեիմ հանցանքներս, քո արջևդ կուքամ լվա քո այրոնովդ, սուրբ այրոնովդ որդեր։ Ամեն։ Բոլոր կյանքովս, մարմինովս, էությունովս քեզի կհանձնեմ իմ որդեր։ Դու եղիր իմ դերս եւ փրկիչս։ Ասկեվես որոշեմ, որ կյանքս քեզի համար պիտի ապրի իմ որդեր Հիսուս։ Դու դուր զորություն, Սուրբ Հոգի զորությունը ինձի, որ ամեն կյանքիս պայմաններում մեջ, բարականներում մեջ քեզի հնազանդի իմ որդեր։ Ասպոլոր կխնդրեմ մեր պատվագաններ Հիսուս Քրիստոսի անունով, որ ամեն անունը վեր է եւ միակ անունն է երկինքի եւ երկրի մեջ, որ փրկություն պիտի տա մեզի։ Ամեն։ Սիրելի հայրդի, եթե այս աղոթքը հավատքով արեցիր, Տերը քեզ թող մեծապես օրհնի։ Ամեն։ Եվ հիմա մենք ձեզանից պիտի բաժանվենք օրհնության խոսքով, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ թող լինի։ Ամեն։ 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 Դեր օրհնե, շատ շնորհակալ եմ։ Us
ասած ես այն գերին, ուզես հաշվել, ուզես հաշվել,